հորդորները ցավոք սրտի մնացել են անպատասխան եւ ինչպես նշվեց մայիսի 29-ին ազգային ժողովի կողմից ընդունվել է Կենտրոնական բանկի առաջադրած կրիպտո կարգավորումները։ Այս ասուլիսի շրջանակներում մենք կքննարկենք, թե ինչ վնասներ է հասցնելու տվյալ ոլորտը մեր հանրապետության քաղաքացիների շահերին եւ սուվերենությանը։ Խոսքը Արտյոմ Հարությունյանին։ Շնորհակալ եմ, ինչպես նշվեց, այս կարգավորումը շատ վնասակար է մեր պետությանը, բայց խոսքը չի վերաբերում միայն կրիպտո արժույթներով զբաղվողներին, ոլորտով զբաղվողներին, ինչպես նաև նորարարական ոլորտին, այդ նորարարական ոլորտը եւ այլ մասերով քիչ ուշ Արամ Քոչարյանը կներկայացնի, բայց այդտեղ խոսքը ավելի շատ վերաբերում է ընդհանուր պետության սուվերենությանը ու մեր քաղաքացիների սուվերենությանը։ Փոքր բան չի տեղի ունեցել պետական մասշտաբի դավադրություն, որի միակ նպատակն է մեր տնտեսական աճի զսպումը ու մեր սուվերենությանը պարկացնել եվրոպական բանկային մաֆիայի տակ, ինչի մասին է խոսքը ավելի պարզ լեզվով եթե ասենք, գոյություն ունեն բազմաթիվ կարգավորումներ, բոլորը իրենց առավելություններով ու զարգացած երկրների կարգավորումներ, ասենք Ամերիկայինը, Սինգապուրինը, Միացյալ Էմիրություններինը, Հոնկոնգինը եւ այլն, եւ այդ բոլոր կարգավորումները իրենց առավելություններ ունեն, առավելություն չուներ մենակ մի կարգավորում, դա եվրոպական նոր կարգավորումն է, որը միտված է միմիայն, որպեսզի մերպես երկրները խոնարհվեն այդ եվրոպական բանկային համակարգի առաջ, եւ հենց այդ կարգավորումն է վերցվել, ընդ որում այդ կարգավորումը դեռևս Եվրոպայում էլ ուժի մեջ դրված չի, արդեն իր վատ արդյունքները ունի Եվրոպայում, հա, բոլոր տնտեսվարողները դուրս են գալիս, ստարտափները դուրս են գալի եւ այլն։ Եվ ինքը ընդհանրապես ոչ մի բարձր եվրոպական բանկային համակարգը փորձում է ստիպել այդ կարգավորումները տարբեր երկրների վրա, բայց դեռ Հայաստանից բացի ոչ մեկին չեն կարողացել ստիպեն դա անել։ Այդ կարգավորման պարզագույն բաներից մեկը, օրինակ, մինչև այս մեր քաղաքացիները միջազգային փոխանցումներ էին կարողանում անել, միլիոնավոր դոլարներ էին խնայում այդ փոխանցումները, որտեղ բանկով չէին անում, կրիպտո արժույթներով էին անում, եւ այդ գումարները խնայում էին։ Հիմա արդեն այդ օրենքով ստիպվում է, որ այդ փոխանցումների արդյունքում քաղաքացիները նորից գնան բանկ, նորից սպասեն օրերով, մինչև իրենց փոխանցումը կլինի եւ նորից այդ միջնորդավճարները տան բանկերին։ Սա չլսնված բան է կրիպտո ոլորտի համար աշխարհով մեկ, հենց կրիպտո ոլորտը ստեղծվել է դրա համար, որ այդ միջազգային փոխանցումների ժամանակ էլ խնայողություն անեն եւ հիմա արհեստական ձևով այս կարգավորումով փորձում են այդ գումարները մեր քաղաքացիների գրպաններից տանեն միջազգային բանկային համակարգի գրպաններ։ Դա մեկ, երկրորդը մեր սուվերենության հետ կապված, որ մենք հիմա կարողանում ենք Իրանի քաղաքացիները գան այդտեղ առևտուր անեն կրիպտո արժույթով, Ռուսաստանի քաղաքացիները անեն եւ այլն, դրանից իսպառ արմատախիլ ենք անում, ասում ենք, որ կրկին իրանք պիտի բանկով անեն, իսկ բանկային համակարգը, ինչպես գիտեք, չի սպասարկում այդ քաղաքացիներին, եւ մենք մեր ոտքին կրակում ենք, ասում ենք մեր հարևան պետություններ, այսօր Իրանը, Ռուսաստանն է, ինչ որ չափով Չինաստանը, վաղը կարա լինի Վրաստանը, մյուսը, ասում ենք մենք մեր ձեռքով մեր սուվերենությունը տալիս ենք եվրոպական բանկային համակարգի ձեռը։ Բացի դրանից մենք զրկում ենք շատ մեծ ներդրումներից, որովհետև լավ կարգավորումներ անող պետությունները, որոնք թույլ են տալի օրինակ բնակարաններ գնել իրենց երկրում կրիպտո արժույթներով եւ այլ նորարարություններ, մեծ ներդրումների հոսք են ստանում իրենց երկրներ, այդ դրան էլ ամբողջությամբ փակում ենք եւ ընդհանուր առմամբ տեսեք, այս կարգավորումը օրինակ Էլ Սալվադորին, երբ որ խնդրում են մի փոքր զիջումներ անի, հա, IMF-ը 1.5 միլիարդ դոլար է տալի դրա համար, հաջորդ զիջման համար 2 միլիարդ դոլար է տալիս եւ այլն։ Մենք այս բոլոր զիջումների փաթեթը ամբողջությամբ զիջել ենք միջազգային International Monetary Fund-ին, ամբողջությամբ, հա, 20-ից ավել կետերով զիջել ենք, դիմացը ընդհանրապես ոչ մի բան չենք ստացել եւ սա ներկայացվել է մեր հանրությանը, մեր ազգային ժողովին, որպես հոյակապ նորարարություն, այնինչ ոչ այլ է, քան մեր պետության ձեռքից գումարները խլելու եւ բանկերին վերադարձնելու փորձ։ Եվ ինչպես գիտեք, օրենքը անցավ, քվեարկեցին իր օգտին առանց հասկանալու, առանց մեր հորդորները լսելու եւ բանկային լոբինգը Հայաստանում հաղթեց։ Մնացած կետերով, թե ինչպես այդ IT ոլորտին էլ վնասում եւ այլ ոլորտներին, թող խոսա Արամը Քոչարյան, որտեղ իրանք